Հիմա միասին սիրելի հետևորդներ կպատրաստենք օճառ մարտի 8-ի համար։ Մեր օճառը ունենալի է այս տեսքը։ Հիմա միասին կպատրաստենք։ Փչում ենք մեր ֆորմայի մեջ սպիրտը։ Ֆորմա սիլիկոնից է։ Նախորոք հալեցրել եմ սպիտակ հումքը և շատ զգուշությամբ լցնելու ենք մեր ութի մեջ, շատ զգուշությամբ, աշխատում ենք քիչ-քիչ լցնենք սիրելիներս, երևում է, իսկ հիմա կլցնենք տարերի մեջ, կթողենք թոսարչի մեր սպիտակ հումքը, հետո կավելացնենք գունավոր հումքը։ Մեր սպիտակ հումքը, որը որ արդեն կտրտած է, մենք կդնենք հիմա միկրովառարանը, այն կշռում է մեր մոտ տվյալ օճառը 55 գրամ, հիմա կհալեցնենք միկրովառարանը մոտավորապես 45 վայրկյան և կլցնենք մեր ֆորմայի մեջ։ Մեր հումքը արդեն հալվեց 35 վայրկյանում, այստեղ կավելացնենք գույնը, սա որոշել եմ դեղին անել, հիմա կխառնենք և կորոշենք, թե հիմա ինչ հոտ ենք ավելացնելու մեր օճառին։ Սիրելիներս, շատ մուգ չենք անում մեր օճառի գույնը, որովհետև մեր օճառի փրփուրն էլ կդառնա տվյալ գույնը։ Նաև հիմա կխառնենք առամատ մեր օճառին, եկեք լցնենք ժասմին։ Սա էլ ձեր ցանկությամբ է, ինչքան ուզում եք, այնքան լցրեք, թող հոտավետ լինեն ձեր օճառները։ Սա էլ կխառնենք, սիրելի հետևորդներ, անպայման լավ խառնենք, որպեսզի համասար լինի, միշտ լցնում ենք առաջինը գույնը, սիրելիներս, նոր հետո հոտը։ Ինչ ենք անում, քանի որ մեր սպիտակ հումքը այստեղ արդեն սառել է, մենք նորից սպիրտ ենք փչելու, որպեսզի երկու շերտը լավ կպնեն իրար, սիրելիներս։ Եվ այստեղ լցնելու ենք մեր դեղին օճառը։ Սա էլ լցրեցինք և ինչ ենք անում, ամենավերջում մի քիչ փչում ենք սպիրտ, որպեսզի մեջի պուզիրկեքը վերանան և հետո կտեսնենք արդյունքը, սիրելիներս։ Այսպես, սիրելիներս, արդեն պատրաստ է իմ օճառը մարտի 8-ի, եկեք միասին հանենք, կպտտեցնենք, կսեղմենք մի քիչ և կհանենք և գնահատեք այս գեղեցկությունը, մի մոռացեք բաժանորդագրվել, լայքել և գրել ձեր կարծիքը օճառիս մասին։ Այսքանը, սիրելիներս, մինչդեռ հանդիպում։